տեսանյութի հրապարակումից հետո նաև լինած թեզեր շրջանակում, որ այս տեսանյութերը իբրև կաթողիկոսն է, ամենայն հայոց կաթողիկոսն է նկարել, կազմակերպել, նկարել տարածի շրջանառել։ Հիմա այդ հարցին պատասխան գիտեմ ասել եկեղեցի են տեսանյութերը, Բաղ գիտես ինչ ես հարցնում։ Կաթողիկոսի և Արշակ Սրբազանի հարաբերությունները ինչպիսին են։ Ես կարծում եմ դա տեսանելի է բոլորին։ Դա բոլորն են տեսել, որ ամենաամուր պաշտպաններից մեկը թե եկեղեցու և թե վեհապահարի եղել է Արշակ Սրբազանը, եղել և շարունակում է մնալ։ Այսինքն ինքը Արշակ Սրբազանը չունի կասկած, որ կարող է կաթողիկոսի նման բան անել։ Գիտեք, այդ անհետեթության մասին նույնիսկ չենք էլ քննարկել, որ ես հիմա ասեմ ունի թե չունի կասկած։ Իսկ հրավեր պարզելի պետք չով է տարածել։ Քննչականից մեր ակնկալիքը է դա, որ պարզել։ Ով է կեղծել և տարածել։ Եթե Չէ, ուզում եմ ասել, եթե ավարտեցինք, բայց նկատեցինք, ոնց որ չենք կարող։ Բաբա մի ճշտում էլ էլի, դուք ասեցիք, որ ուղարկել եք մայրաթոր փորձակնության արդյունքները, իսկ այս ընթացքում պատրաստվել եք կամ գուցե ուղարկել եք նաև Հայաստանում գործող միջազգային կառույցներին, որոնք այսպես պնդում են, որ հետևում են պրոցեսներին եկեղեցու շուրջ իրականացվող, համ էլ որպես մարդու իրավունքների խախտման դրսևորում եւ այլն։ Միջազգային կառույցներ, Եվրոպական միության գրասենյակ, ՄԱԿ, գիտեմ, դեսպանություններ, որոնք ժողովրդավարության մասին Հայաստանի ինչ-որ պարբերաբար հայտարարություններ են անում։ Անկեղծ ասած, այս առումով, տեսագրությունների առումով, այս պահին դրա նպատակահարմարությունը չեմ կարողանում հասկանալ, բայց այս ամեն ինչը հրապարակային է, իրանք բնականաբար դա տեսնում են, արձանագրում են։ Չգիտեմ, չեն քննարկել նման բան եւ դրա նպատակահարմարությունը այս պահին հենց այն գործով, տեսագրությունների գործով չեմ կարողանում տեսնել։